այս աղջկա մարմինը 2000 կտորների մաստատված գտել են տոպրակների մեջ։ Ձեոն սովորում էր առաջին կուրսում եւ ուսանողական համայնքում էր բնակվում, ինչպես նաեւ նա պատասխանատու էր այն սենյակու, որտեղ մնում էր, այնտեղ ամեն ինչի համար։ Իր հետ մնացողներից մեկը օգտագործում է տեխնիկա, որը չի թույլատրում, դրա պատճառով Ձեոյի վրա խոսակցություն է գալիս, որից հետո Ձեոյին չեն տեսնում այլևս համալսարանում, համալսարանական ընդհանուր քաղաքում նրան չեն տեսնում։ Անցնում է 3-4 օր, մի կին տոպրակով միս է գտնում դրսում եւ որոշում տանել տուն, պատրաստել, քանի որ ուրախանում է, որ միս է տեսնում։ Երբ որ սկսում է միսը լվանալ, այնտեղ գտնում է մարդու մարմին, ավելի կոնկրետ Ձյաոյի մատներից 3-ը այնտեղ գտնում է, դիմում է ոստիկանություն, ոստիկանները կապվում են տանեցիների հետ, հասկանում են, որ աղջիկը կապի դուրս չի եկել, կորել է որոշ ժամանակ, ինչպես նաեւ տանեցիները կարողանում են կտորներից մեկով հաստատել, որ այո, դա իրենց աղջիկն է։ Այս ամեն ինչից հետո սկսում է հետաքննությունը։ Հետաքննության արդյունքում պարզվում է, որ մի քանի մարմնի մասեր գտնվում են այլ հատվածներում, ինչպես նաև գլուխը եւ մի շարք մասեր կոնկրետ 3-4 օր էփվել են, հետո նոր տեղադրվել դրսում։ Ու դրսում չէ, ամբողջ ուսանողական այդ քաղաքում տարբեր հատվածներում նետվել են, բայց քանի որ առատ ձյուն է եղել, համարյա մարմինը ծածկվել է եւ ոչ մեկ չի նկատել։ Այս ամեն ինչը շատ տարօրինակ է լինում, ոչ մեկ ոչինչ նկատած չի լինում, գործը շատ արագ փակվում է, որքան է փորձում են բողոքել, որպեսզի գործը վերաբացվի, ոստիկանությունը այն չի պատրաստվում վերաբացել եւ վերջ։ Ուղղակի տանեցիները պետք է համակերպվեն այս ամեն ինչին, իսկ դուք մեկնաբանություններում կարող եք գրել ձեր կարծիքը ըստ ձեզ ով է նման կերպ վարվել։